ընդամենը 10-20 առավելագույն ձևով 30-40 սքեմ հակած գործակալներ կան, աղանդավորներ կան, աղանդի կրողներ կան, որոնք տասնամյակներ շարունակ այլանդակել են եւ կուսակրոնությունը, եւ մեր եկեղեցու կանոնակարգը, եւ ամեն ինչը։ Տեսեք, ես պիտի մի բան ասեմ, ես երկու օր առաջ եկել եմ այն եզրակացության, որ նույնիսկ եթե կուսակրոնը խախտել է կուսակրոնությունը եւ ունեցել է զավակ, դա նույնիսկ այդ չարիքների մեջ այն ամենամեծ խախտումը չի, որ արվել է, այնպիսի չարիքներ է եղել։ Այսօր ես տեսնում եմ տասնամյակներ շարունակ նա չի հրավիրել ազգային եկեղեցական ժողով, երկար տարիներ չի հրավիրել քահանայի ժողով, ոնց չի հրավիրել ազգային եկեղեցական ժողով, քահանայի ժողով, քահանայի ժողովի անցկացման ժամանակ ձերբակալեցին փորձ արվեց ձերբակալել Միքայել Սրբազանին, սակայն ազգային եկեղեցական ժողովը, որը համարվում է հայ առաքելական եկեղեցու ամենաբարձր մարմինը, տասնամյակներ շարունակ չի հրավիրվել։ Գալով մյուս մարմնին Գերագույն հոգևոր խորհուրդը, ես պիտի ասեմ Գերագույն հոգևոր խորհուրդում ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են կամ մարդիկ, որոնք կնքված չեն։ Ովքեր։ Նախկին նախարարներ, գիտնականներ, որոնք կնքված չեն պարզապես։